Հակոբ Արշակյանը հրաժարվում է միայն ինձ ընդունելության արժանացնելով։ Իսկ թե որն է պատճառաբանությունը, ազգային ժողովը Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի պարագայում նույնիսկ հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որից դիմել եմ, ասել են, որ նրանք հրաժարվում են ընդունել Էդգար Ղազյանին որպես քաղաքական գործիչ։ Այսինքն գրավոր են հաստատել, որ խտրականություն են ցուցաբերում պայմանավորված քաղաքական հայացքներով։ Իդեպ Հակոբ Արշակյանի պարագայում մենք մի հատ ուրիշ առանձնահատկություններ ունենք, որ նախորդ ընդունելություններից մեկի հետ կապված, երբ որ ես հաղորդում էի տվյալ հանցագործության մասին եւ քրեական վարույթ նախաձեռնվել, դատանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին, որպեսզի հարուցեն քրեական գործ եւ իրականացնեն նախաքննություն, դատախազությունը իհարկե դա բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց պարտավորության որոշումը կա, այսինքն ամենայն հավանականությամբ մենք այսօրով կդադարեցնենք այս ընդունելությունները, որովհետեւ ինձ համար այլևս պարզ է այս մոտեցումները եւ ես այսօր բոլորի հետ, այո, դեկտեմբեր սա արդեն նոյեմբեր ամիսը ավարտվեց ընդունելությունների, ես միայն երկու փոխնախոսնակների հետ էի նախատեսել նոյեմբերին ընդունելություն, դեկտեմբերին էլ չեմ երթագրվի, քանի որ արդեն կան իրավական պրոցեսները, բոլոր գործերով ես դիմել եմ դատաներ, ես հուսով եմ, որ մենք առերեսման շրջանակներում, որովհետև քննիչ երբ որ վարույթը նախաձեռնի, վարույթային գործողությունները ենթադրում է նաև առերեսում ենթադրել հանցագործների, այդ թվում եւ պարոն Հակոբ Արշակյանի հետ, եւ կարծում եմ, որ մեր հանդիպումը կկայանա վարույթի շրջանակներում եւ շուտով նրանք բնականաբար պատասխանատվության են ենթարկվել։ Ասեմ ձեզ, որ իմ մոտ արդեն ձևավորվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում 24 հոգանոց մի հատ ներքին խմբակցություն, այսինքն 24 ենթադրյալ հանցագործներ այդ խմբակցության կազմից, որոնք որ այս ժամանակահատվածում ինձ ընդունելության 24 հոգի ունեմ։ Սա բավականին լավ ցուցանիշ է ինձ համար, այսինքն պարլամենտից դուրս գտնվելուց ունենալ 24 հոգանոց հանցախումբ, որը պետք է բերեմ օրինական դաշտ, կարծում եմ լավ ցուցանիշ է։ Պարոն Ղազարյան, հիմա այս իմպիչմենտի գործընթացով, եթե դադարեցնում եք այս այցերը ազգային ժողով, որը ինչպես տեսանք չեն ընդունել ձեզ, հաջորդ քայլը ինչ է կանելու։ Ես կարծում եմ, որ այս առումով մեծ անելիք ունեն ազգային ժողովի падգամավորները, մասնավորապես այն 34 падգամավորները, ովքեր հայտարարել են, որ իրենք այդ նախաձեռնության հեղինակներ են, համահեղինակներ են, եւ միայն падգամավորները պետք է իրաց նախաձեռնությունը առաջ մղեն, եւ ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է, թե ինչու նախաձեռնության հեղինակները ոչ մի իրական ջանք չեն գործադրում իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար եւ մեր ընդդիմադիր падգամավորների վարքագիծը անկեղծ ասած ինձ մոտ լրացուցիչ հիասթափություն է առաջացնում բոլոր առումներով, որովհետեւ իրանք են նախաձեռնության հեղինակ։ Հիմա տեսեք, ասենք օրինակ ես նախապես հայտարարել եմ, չէ, որ այսօր ընդունելության։ Բոլորը գիտեն, որ արդեն եթե ԿՊ-ից են չեն գալ 34 падգամավորից մեկը կարար գալ, չէ, այսօր ասենք ինձ աջակցություն ցույց։ Հիմա եթե ինձ չեն ընդունում, նշանակում է թույլ չեն տալու նաև այս դռնից անցնելու, չէ։ Падգամավորին թույլատրելու են, չէ։ Հիմա եթե Հակոբ Արշակյանն այնտեղ նստած ընդունելություն անցկացնում, այն падգամավորը, որ գար ինձ աջակցելու, հանգիստ կարար գնար Հակոբ Արշակյանի մոտ ու փորձեր պարզել, ասել չհասկացի չես ընդունելության արժանա։ 5 ամիս է ես գնում գալիս եմ, մի ընդդիմադիր падգամավոր, ու իրանք գիտեն, որ ես դա անում եմ իմպիչմենտի թեմայով, մի նախաձեռնության, որի պաշտոնապես հեղինակը իրենք են։ Մեկը չի գալի այս գործընթացին, գոնե տեխնիկական, կազմակերպական աջակցություն ցուցաբեր։ Բայց եթե իրենք իմպիչմենտը չեն իրականացնելու, բայց մնացած բոլոր խնդիրները ո՞նց են ուզում լուծեն։ Ես անկեղծ ասած զարմացած եմ։ Վարքագիծը ինչով եք պայմանավորվում։ Ես չեմ գոյ, սա քաղաքական սխալ որոշումների հետևանք է։ Ասեք գլխավոր դատախազը իր ոտով քննչական կոմիտեի ղեկավարի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ եկել է ազգային ժողով, իրանք այդ լսումները պատրաստի եկել իրաց ոտով աշկի առաջ։ Իրանք այդ քննարկումներին չեն մասնակցում ազգային ժողովի։ Երկու օր հետո կարում դատախազության պատի տակ։ Ամբողջ խմբակցությունով։ Ես չեմ հասկանում իրանք սարազն չէ։ Ես կարծում եմ, որ իրանք ի վերջո ես էլի պետք է աշխատանք տարվի այդ падգամավորների հետ, դա իրանք պատասխանատվության հարցն է, եւ իրանք պիտի նախաձեռնություն առաջ մղեն եւ ես որպես այդ գաղափարի ջատագով չեմ կարող ասել հեղինակ, որովհետեւ հեղինակը Հայաստանի Սահմանադրությունն է,
որպես այդ գաղափարի ջատագով, որպես այդ խնդրի արդարացի լուծման գաղափարի ջատագով, հնարավոր իմ համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ ցուցաբերել ցանկացած աջակցություն այդ գործընթացին։ Դուք նախորդ անգամ այստեղից նաև կապ հաստատեցիք ազգային ժողովի նախագահի աշխատակազմ հանդիպում պահանջելու եւ որպեսզի քննարկվի այս ամենատեղի ունեցավ այդ հանդիպումը։ Ոչ, ինձ ազգային ժողովի նախագահի գրասենյակից որևէ մեկը չի զանգարել, կապ չեն հաստատել, ընդունելություն հանդիպում չեն նախաձեռնել, նույնը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ արձագանք չկա, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ես նաև գրավոր եմ հետագայում դիմում ներկայացրել, որ այս ինչ օրը ես ձեզ զահազանգել եմ, խնդրում եմ նախորդ դիմումի հետ կապված վերջնական, որտեղ ինքը վերջնական դիրքորոշում չի հայտնի, մի երկու հարցում արել ու կանգնել է, վերջնական այսինքն հայտարարություն, որ դատապարտի կամ համարի, որ սա շատ ընդունելի է, դες էլ ասենք այդ տարեքին չեմ, որ այդ հետը նկարվեմ մարդու իրավունքների պաշտպանի, էլի, պիտի ֆորմալ ինքը որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ, հիմա հրաժարվում է, նախորդ դեպքում էլ որ դիմել էի ահազանգել էի, որևէ արձագանք չկա, այսօր էլ կդիմեմ անպայման եւ մարդու իրավունքների պաշտպանին թեժ գծին եւ նաեւ գրավոր կդիմեմ, նույնը եւ ազգային ժողովի նախագահի ընդունարան միգուցե այստեղից կամ տնից անպայման վավովեճ չգիտեմ ինչի են վախ։ Հազար տեղեթում են ուրիշ տեղ հարցազրույցներ են տալի, բա մենք պատրաստ ենք բանավեճի, թողան մեր հետ բանավեճի, թող Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, լրագրողներին, խմբագիրներին դիմում, եկեք մեր հետ, եկել եմ։ Հələ մտի չի տեսնեմ, ասենք ասում ես լրատվամիջոցներն են, թող լուսաբանեն ժամերով, հիմա եկել եմ, ազգային ժողովի նախագահ ես, քո հիմնարկն է, քո այնպես չի որ ասենք մի հատ ունեց ուրիշ տեղա որ վախենա, մութ լինի, մթից վախենա, ցուրտ լինի, ցրտից վախենա, չգիտեմ, ասենք պլետ լինի, բա ոչ մի բան չկա։ Ասենք քո ղեկավարած հիմնարկի տարածքում, հլարի տենանք, ինչի ես վախենում հարցերին պատասխան, ով քեզ ինչ պիտի անեն, ընդամենը պիտի հարցադրումներ արվի, չէ՞։ Հիմա ասեք թե նույն Հակոբ Արշակյանի նախապես էլ էի գրել, ասում եմ ընդգրկված ես դու որպես ազգային ժողովի падգամավոր Հայաստանի եւ Արցախի ազգային ժողովների համագործակցության հանձնաժողովի կազմում։ Դու ամեն օր որ աշխատավարձ ես ստանում, այդ աշխատավարձից նույնիսկ ՔՊ-ի փողը չես տալի, որ թողնեն համագումարի մասնակցես։ Այդ փողը որ ստանում ես, նաեւ ստանում ես որպես այդ հանձնաժողովի անդամ։ Հələ մի արի տեսնենք։ Այդ հանձնաժողովը 21 թվից ստեղծվել է։ Ինչ նիստ է կարել, ինչ հարցեր է քննարկել, հաջորդ, այդ պատասխանատվության հարցն է, չէ՞ իրանց։ Ասեք խոսափում է, չեմ գալի, չեմ ասում, հետո ուր պիտի փախնի։